Կոնդ թաղամասը Երևանի պերճանքն ու թշվառությունն է։ Նախկինում այստեղ ապրում էին ինչպես մի մեծ ընտանիք, իսկ այսօր այստեղ կողք կողքի հանդիպում են բակի հին ու նոր բնակիչները, ժամանակակից բիզնեսն ու 100-ամյա կոլորիտային շենքերը, հաճախ փլատակներով։ Ինչ է սա, Երևանի սիրտ թե կույրաղիկ, ժառանգված գանձ թե սոցիալական բեռ, միգուցե շանս ոմանց համար նոր կյանք սկսելու, լրիվ նոր գետնից բարձր լուսավոր բնակարանում ապրելու համար, իսկ ոմանց համար գերշահավետ բիզնես։ Անկախ Հայաստանում կառավարած բոլոր իշխանությունների օրոք Կոնդը եղել է օրակարգային հարց։ Խորհրդային տարիներից մինչ օրս Կոնդը վերացնելը քննարկվում է։ Շատ ու շատ սեփական տներ եւ նեղու խճճված փողոցներ ըստ պլանի պիտի քանդվեն, որպիսի նորացված Երևանի գունապնակին գորշ ու աղքատիկ ստվեր չգցեն, իսկ թաղի հնաբնակ ընտանիքներին իբրև փոխհատուցում պիտի առաջարկվի ծանրակշիռ գործարք կամ բնակարաններ տեղում կառուցվող երկնաքերերում։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել բնակիչների հետ, տրվել են խոստումներ, կայացել են համաձայնություններ, սակայն սայլը տասնյակ տարիներ շարունակ տեղից չի շարժվել։ Այսօր էլ կարծիքները կիսվում են։ Ոմանք համաձայն են փոխշահավետ գործարքի, նոր բնակարանի կամ դրամական փոխհատուցման դիմաց լքել իրենց տունն ու հանձնել քանդման։ Որոշներն էլ համոզմունքով են հիշում հին ու բարի Կոնդը եւ պատրաստ են պայքարել, որպիսի հին Երևանից մի կտոր պատմություն պահպանվի։ Տարբեր երկրներում եղել եմ, տեսել եմ ոնց են իրենց հինը պահում, սիրում, գուրգուրում։ Մենք էլ ունենք տենց սովորություն։ Մեր ազգում դա ընդունված բան է։ Պապականը պահել։ Երևի սա արժանի էր։ Նիկոլ Փաշինյանի օրոք Կոնդի վերակառուցման նախագծի շրջանակներում մրցույթ է հայտարարվել դեռևս 2021 թվականին։ Կառավարությունը Կոնդի վերակառուցման ծրագրով խոստանում էր նորացված Երևան, հազարավոր նոր աշխատատեղեր, տնտեսական ու զբոսաշրջային ակտիվություն։ Վստահեցնում էին, որ կգրավեն 100 միլիոնավոր դոլարների ներդրումներ։ Գործընթաց է տեղի ունեցել, այս գործընթացը մեկնարկել եմ ես 2021 թվականին, եթե չեմ սխալվում։ 2 տարի անց 2023 թվականի հուլիսի 17-ին Տիգրան Ավինյանը վստահ հայտարարեց, թե իբր Կոնդի վերակառուցման նախագիծն անցնում է երկրորդ գործնական փուլին, որի հիմքում որպես կարևոր խնդիր դրված է ոչ այլ ինչ, քան բնակիչների տների եւ հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը։ Գաղտնիք չէ, որ այս թաղամասը երբեմնի Լալայանցի օրինակով լիուլի ապօրինի բնակեցումներ ու կառուցապատում ունի։ Այն ինչը որ արդարացիորեն սեփականության իրավունքով պետք է գրանցվի, այն ինչը որ չպետք է գրանցվի, չպետք է։ Իշխող ուժը իր այս ելույթներով նոր լիցք տվեց Կոնդի սառեցված ծրագրին։ Ներկայացվեց 45 փաթեթ, որից 16-ն անցան հաջորդ փուլ։ Արդյունքում 7 ֆուտուրիստական Կոնդի հայեցակարգային նախագծով այս փուլն ավարտվեց ու թեման նորից անժամկետ քնեց։ Նկարներն ու անիմացիաները բերեցին, ցույց տվեցին ու տարան։ Իրատեսական ժամկետներում իհարկե, բայց այս ծրագիրը պետք է վերջիվերջո կյանքի կոչվի։ 2024-ին նորից Ավինյանը հիշեց Կոնդի մասին։ Կոնդ թաղամասը ամբողջ ծավալով գնալու է իրացման եւ օտարման։ Ուղիղ 1 տարի անց 2025-ի ապրիլի 21-ին հայտարարվեց, որ Կոնդի նախագծերով մրցույթի հաղթող չի եղել։ 21 թվականից անցավ 4 տարի, 2025 թվականն է, այս մրցութային գործընթացով մենք փաստացի չունենք հաղթող։ Կոնդի վերակառուցման այս մեկնարկից անցել է արդեն 5 տարի։ Օրեր առաջ մարտի 5-ին Ավինյանի եւ Կոնդի բնակիչների միջև հերթական հանդիպումը կայացավ։ Ողջ ընթացքում քննարկվում էին միայն սեփականության վկայականների տրամադրման հարցերը, իսկ նախագծերը նկարից այն կողմ կառուցապատողին չհասան։